Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ արձակագիր Հայկ Հովյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովյան։ Ողջույն։ Պարոն Հովյան, հանգստյան օրերին երկրորդ եւ երրորդ նախագահները այսպես իրար հերթ չտալով հարցազրույցներ էին տալիս, մեկը ոդքասթի ֆորմատով, մյուսը հարցազրույցի, եւ թեև թեզերը նույնն էին, պնդումներում կարծես թե նոր բան չկար, այնուամենայնիվ կարևոր արձանագրումները շարունակում են մնալ այն, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, 2020 թվականին Հայաստանը ջանք չի խնայել, որպեսզի պատերազմ հրահրի, եւ հետո նաեւ որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Լեռնային Ղարաբաղի տարածքից, Պրահայում այդ հայտնի հայտարարությունն է մեջբերվում եւ այսպես շարունակ։ Եվ մեղադրում են Հայաստանի իշխանություններին, ասում են, որ հիմա էլ իրենց սահմանափակում են այդ, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, 29000 եւ այլ այդ չափով երկրի ու ասում են, որ մենք այլ հավակնություններ չունենք։ Հիմա եթե նախկին նախագահները, որոնք հավակնում են գալ իշխանության եւ խոստանում են բերել խաղաղություն, նման հայտարարություններ են անում, սա արդյոք չի վնասում արդեն իսկ ստեղծված այս շատ փխրուն խաղաղության գործընթացին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախագահների հարցազրույցը ինքնին արդեն հետաքրքիր է, նույնիսկ եթե բովանդակությունից մի կողմ անցնենք, հարցազրույց, հա, այդ ֆորմատով ոդքասթի կամ 6 ժամ։ Հա, այդ ֆորմատով հարցազրույց տալը դա արդեն ինքնին հավակնություն է, մանավանդ հաշվի առնելով, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին կես տարվա չափ կամ մի փոքր ավել ժամանակ է մնացել, այդ բովանդակությունից զատ արդեն այդ հարցազրույց տալը հավակնության նշան է, որ նախկին նախագահներից առնվազն երկուսը հաջորդ խորհրդարանական ընտրություններին հավակնում են ակտիվ դերակատար լինել։ Այդ մասով, իսկ բովանդակության մասով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հարց տվեցիք։ Գիտեք ինձ ինչն է շատ հետաքրքիր այդ հարցազրույցի մեջ, ինքն ասում է ես պատերազմի արդեն երկրորդ օրը զգացի, որ մենք պարտվելու ենք։ Իսկ ինչ դեպքում կարելի է, հա, պատերազմ սկսելու երկրորդ օրը հասկանալ, որ մենք պարտվում ենք։ Բնականաբար խոսք գնալ են մասին, որ ինչպես է հիմնականում մեկնաբանվում է, որ այ ղեկավարման խնդիրներ, հա, գոյություն ուներ, այդ զինվորական հիերարխիայի հետ կապված, առաջնորդության հետ կապված, գլխավոր հրամանատարի հետ կապված, հիմնականում սենց է, հա, այդ ընդդիմադիր թևը ներկայացնում է պարտության պատճառներից ամենագլխավորը կառավարական ու կազմակերպչական հարցերը, բայց ակնհայտ է, որ երկրորդ օրը բանակը չէր փլվել, ոչ մի ճակատ չէր փլվել, բանակը չէր փլվել, բայց ինչն էր դրդել Ռոբերտ Քոչարյանին երկրորդ օրը հասկանալ, որ մենք պարտվելու ենք։ Բնականաբար դա կարա լինի մենակ այն, որ այդ երկու բանակների մեջ արդեն այնքան ահռելի տարբերություն կար տեխնիկական, թվաքանակի, մարտավարության, որ երկրորդ օրը արդեն ակնհայտ էր դարել Ռոբերտ Քոչարյանի համար, որ մենք պարտվելու ենք, բայց այդտեղ մի նրբություն էլ գոյություն ունի, իսկ բոլորին հասկանալի է, որ հայկական բանակը 2020 թվին, դա այն բանակն էր, որը կառուցվել էր նախկին նախագահների օրոք, թե մարտավարական գծերը, թե սպառազինությունը, թե հա գեներալները, թե այդ գեներալների պահվածքը, կոռուպցիան, մնացած այդ ոչ նորմատիվ հարաբերությունները բանակից, այդ ամբողջ կոմպլեքսը, որը մենք մեր բանակի տակ ենք հա դնում, դա նախկին նախագահների օրոք ձևավորված համակարգ էր։ Հիմա եթե երկրորդ օրը այդ համակարգը արդեն ցույց է տվել, որ ինքը պարտվելու է, այդտեղ ակնհայտ է չէ դառնում, որ խնդիրը այդ բանակի մեջ որպես համակարգ է։ Այ իսկ ով է դրա համար պատասխանատու։ Պատասխանատու են նաև այն մարդիկ, ովքեր 30 տարի բանակը այդ ֆորմատով են կառուցել։ Ու երկրորդ օրը հասկացել են, որ այդ բանակը չի կարա իր առջև դրած մարտական խնդիրը կատարի։ Այն խնդիրներից մեկը ստեղ է։ Ըստ իրենց այդ բանակը կազմաքանդել է իշխող ուժը գալով 2018-ից 20 թվականներին։ Մինչ այդ իրենք շատ մարտունակ բանակ են փոխանցել այս իշխանությանը։ Ըստ էլի նույն Քոչարյանի։ Որպեսզի այդտեղ չմտնենք, դա շատ հեշտ պարզելու բան է, հա։
Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, եթե ինքն էլ բանակում չի ծառայել, իր, չգիտեմ, հարազատնա ծառայել, հարևաննա ծառայել, բարեկամնա ծառայել, ինչ որ մեկը իր շրջապատում գոնե ծառայել է այդ հայկական բանակում։ Հիմա այդ ծառայողները կամ իրենց այդ շփվող մարդիկ, իրենք հո ներսից գիտեն այդ բանակը իրանից ինչա ներկայացրել։ Այսինքն դա պարզապես ասել ու անցնել բանակի դեպքում այդքան հնարավոր չի, որտեղ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում այդ բանակի հետ ինքը կամ անձամբ կամ իմ հարազատները շփվել են։ Այդ մարդիկ չգիտեն իրանք ինչտեղ են ծառայել, ոնց են ծառայել ու ինչ համակարգում են ծառայել։ Ամեն մարդ գիտի ինքը ավելի հեշտ ստորաբաժանում ընկնելու համար, ինչ ծանոթա խաղացրել, ումա վճարել կամ բանակ չծառայելու համար, ինչ ա արել, ոնց ա եղել այդ ամեն ինչը, դե տենց ծածկա դմփոց անելով դա չի էլի, որ ասել այ կար գոյություն ուներ մի հատ հրաշալի համակարգ, որը իր առջև դրված բոլոր խնդիրները կատարում էր ու կարար կատարեր, բայց այս 2 տարվա ընթացքում այդ ամեն ինչը կազմաքանդվեց, ինչ այդ գեներալները, որոնք հասել էին գեներալի պաշտոնի ու 18 թվից հետո էին նշանակում, այդ որտեղից էին հայտնվել, հա, իշխանությունն իր հետ էր բերել այդ գեներալներին։ Այդ մարդիկ միշտ եղել են, չէ՞, այդ համակարգում։ Բա այդ ոնց դա պետք է հասկանանք։ Այդ մարդկանց որտեղից են բերել։ Այդ համակարգի միջից են դուրս եկել։ Իսկ այդ համակարգը ով էր ստեղծել։ Իսկ այդ 2 օրվա խնդիրը շատ ինձ հետաքրքիր էր, այդ դրա վրա ես շատ ֆիքսվեցի, էլի, որովհետև մի սենց խոսակցություն էլ կա, հա, այդ հանրային դաշտում, որ մեր բանակի խնդիրը այդ 30 տարվա ընթացքում, հա, այդ բանակի համակարգի խնդիրը մարտավարական, որ միշտ դրված է եղել իրանց առջև, 4-5 օր կամ ասենք մի շաբաթ ձգելն է եղել, որ այ դրանից հետո լինի քաղաքական որոշում։ Ու այդ սպասումը թե 16 թվին է եղել, թե 20 թվին է եղել, որ հեսա 4-5 օր պետքա ձգել, միջև այ վերևից զանգ կլինի ու պատերազմը կդադարեցվի։ Իսկ այդ բանակը սարքվել է, հա, այդ համակարգը հավաքվել է, ոչ թե նրա համար, որ պատերազմ հաղթվի։ Այդ համակարգը սարքված է եղել նրա համար, որ 4-5 օր կարողանա ձգել, միջև քաղաքական որոշում լինի։ Այստեղ է խնդիրը։ Ու դրա համար նաև շատ մեծ պատասխանատվության բաժին նախկին նախագահների վրա է։ Պարոն Հովյանյան, ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ զարմանքը, ինչպես ինքն ասում, այն էր, որ 2021 թվականին վերընտրվեց այն իշխանությունը, որը պարտված էր համարվում, այսպես ասած։ Եվ 2 նախագահների խոսքերը այսպես զուգահեռ անցկացնելով Հայաստանի մասին չեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին չեն, ավելին կասկածի տակ են դնում, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացին է իրականացրել ոչ բռնի թավշյա հեղափոխություն, այ ամենատարբեր բևեռների հետ են կապում, մեկն ասում է արևմուտքն է կազմակերպել, մյուսն ասում է ամենատարբեր աշխարհական ուժերի օգնությամբ եւ այսպես շարունակ։ Եվ պարբերաբար այսպես Հայաստանին եւ օրվա իշխանություններին ամենատարբեր մեղադրանքներ առաջադրելով հավակնում են գալ իշխանության, այսինքն սա է իրենց մոտեցումը Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ինչ հետեւություններ կարելի անել։ Այդ նախորդ ընտրությունների հետ զարմանքի հետ կապված Տես մի բան կա, չէ՞, ասում են, այ ուրիշ պլանով էր եկել այս իշխանությունը եւ այլն, բայց պետք է հասկանանք, որ 21 թվի Նիկոլ Փաշինյանի ընտրվելը գերազանցապես կախված է նրա հետ, որ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը իշխանություն չվերցնեն, իշխանության չգան։ Իսկեն մի մեծ ընտրազանգվածի սպասելիքը Նիկոլ Փաշինյանից ոչ թե խոստումների կատարումներ, ոչ թե Շուշիի դեօկուպացիաներ կամ մյուսը, այլ գերազանցապես դա թույլ չտալն էր, որպեսզի Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը գան իշխանության։ Հիմա այդ մարդիկ կարան իրենց բավարարված զգան, որ այս 5 տարվա ընթացքում իշխանությունը ոչ մի ձև չհայտնվեց Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Կանան եւ բավարարված կան։ Կարծում Ռոբերտ Քոչարյանը դրա վրա պիտի զարմանա, թե այ ինչ կառավարում են իրանք իրականացրել, որ մարդկանց մոտ այդ իրանց չգալու գործոնը շատ ավելի ուժեղ է, քան խոստումների գործող իշխանության խոստումների չկատարելը կամ կատարած սխալները։ Այ ավելովա սրա վրա իրանք զարմանան։ Իսկ այդ ընկալումը հիմա կա, որ օրինակ նույն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում էլ կարող է պատկերը նույնը լինել, եթե Քոչարյանը եւ Սարգսյանը այսպես պարբերաբար հարցազրույցներով հանդես գան եւ նման հայտարարություններ անեն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Դե
Էդ էլ պիտի հաշվի առնենք, որ ամեն դեպքում որովհետև վարկանիշից են խոսում, օրինակ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար նշում է, որ այս իշխանության վարկանիշը իջել է, իրենց վարկանիշը գնալով բարձրանում է եւ այսպես շարունակ։ Դե ամեն դեպքում պիտի ընդունել, որ մի մաս ընտրազանգվածի հիմնականում տենց ազգայնական այդ հողի վրա, հա, այդ ընտրազանգվածի ամենամեծ հատվածը ամեն դեպքում կենտրոնացած են այդ նախկին նախագահների շուրջ, դա պիտի հաշվի նստել դրա հետ, հա։ Հիմա թե Սամվել Կարապետյանը տեղ ինչ կարա այդ արանքում ինչ խաղ կարա ունենա, դա ժամանակը ցույց կտա, թող իրանք ուժը ձևավորեն եւ այլն, բայց ակնհայտ է, որ այդ ընդդիմադիր ծայրահեղ ընդդիմադիր տրամադրված թևը հիմնականում կոնսոլիդացած է երկու նախագահների շուրջ ու հավակնությունը, որ իրանք պետք է հայտնվեն նաև խորհրդարանում որպես այդ թևին, հա, այդ քաղաքացիների այդ մասին ներկայացնողներ, շատ տրամաբանական է։ Քանի որ Կարապետյաններից խոսեցիք, տեսեք, Նարեկ Կարապետյանը ավելի հեռուն է գնացել բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, հայտարարում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը դա կրոնական հակամարտություն է եւ այսպես մեղադրանքների առումով մի քիչ ավելի հեռուն գնաց եւ ասաց, որ անգամ հայաթափման մեջ է մեղավոր այս իշխանությունները։ Հայաթափելուց հետո ամբողջապես Լեռնային Ղարաբաղը այնտեղից հանեց նաեւ ռուս խաղաղապահներին։ Հիմա ելի եմ վերադառնում այն հարցին, եթե այս մարդիկ հավակնում են գալ իշխանության ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը, ապա ինչու են Հայաստանի Հանրապետության տակ արդեն դնում ռումբեր նման հայտարարությունների տեսքով, որովհետև Ադրբեջանում այս հայտարարությունները լսում են, վերլուծում են, երբեմն նաև անդրադառնում են այս հայտարարություններին, նաև ինչպես դա հասկանալ։ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի մասով, գիտեք, դա էլ, հա, այս 30 տարվա մեր այս սարքած շիլափլավի մի մասն է, հա, որ մենք ինչ որ անընդհատ ցենց բաներ ենք, հա, սարքել, կոնստրուկտներ ենք սարքել, ինքներս էլ չհավատալով, հա, դրան կամ փորձելով մյուսներին համոզել մի բանի մեջ, որին ինքներս էլ չենք հավատացել, մեր համար մեկ միացում էինք ասում, հետո դրանից հետո այդ կոնֆլիկտը վերափոխեցինք, դարձրեցինք ինքնորոշման հարց, հետո ինչ որ անընդհատ ինչ որ փոփոխությունների մեջ էինք, հա, հետո չգիտես ինչ որ մի պահի սկսվեց դառնալ, որ այդ 7 գրաված շրջաններն էլ արդեն կպցրեցինք Արցախի հանրապետության սահմանադրության վարչատարածային կազմի մեջ մտցեցինք, այսինքն մենք մի հատ բան էինք ստեղծել, հա, տենց խառնիճաղանջ մի իրավիճակ ենք ստեղծել, որ մարդկանց համար անհասկանալի էր դառել, թե ինչ տարբերություն օրինակի համար Աշտարակի, Ջաբրայելի եւ Ստեփանակերտի միջև, դրանք երեքն էլ իրարից ծայրահեղ տարբեր իրավական ու ընդհանրապես տարբեր հասկացություններ են, բայց մենք մի նենց իրավիճակ ենք ստեղծել, որ հանրության գերակշիռ մասի մոտ այդ զգացողությունը, որ սրանք տարբեր բաներ են, նույնիսկ պիտի տարբեր վերաբերվել, գոյություն չուներ։ Ու Նարեկ Կարապետյանի ասածն էլ է դրա մեջ տեղավորվում, որ ոնց որ հանրության մի զգալի մասը, այն նույնն էլ քաղաքական գործիչների մի մեծ հատված չի կարող այդ տարբերակումները դնի։ Չեն հասկանում, դա ինչ էր, էթնիկ անջատման մասին էր խոսքը, կրոնական հակամարտություն էր, անհամատեղելություն էր, հա, մի ժամանակ տենց էլ էին ներկայացնում, թե ինքնորոշման հարցեր, թե միացման հարցեր, այսինքն այնպես խառը մի բան էինք մենք ստեղծել, ոսկի մենք գլուխ չենք անում։ Դրա համար էլ արդյունքն է դա, որ քաղաքական գործիչները ամեն մեկը իրար հակասող ինչ որ բաներ է ասում, կամ նույն մարդը ինքը կարող է իրեն հակասի, որտեվ մեր ստեղծած կոնստրուկտը այդպեսին էր։ Հետևանքն էլ այն է, ինչ որ տեսնում ենք։ Պարոն Հովյան, քաղաքական հարցերից մի փոքր կտրվենք, կուզենամ խոսեմ նաև այն թիրախավորումների մասին, որոնք ուղիղ կրթությանն են վերաբերվում, դպրոցների մասնավորապես։ Նախ Նարեկ Կարապետյանն էր հայտարարել, որ մեծ դպրոցներ պետք չեն, պետք է կառուցել գործարաններ։ Սերժ Սարգսյանը իր 6 ժամանոց հարցազրույցում գալիս է վերահաստատելու, ասում է դպրոցներ կառուցել է հատկապես հեռավոր գյուղերում, 20 աշակերտի համար ենթադրենք այդ ներդրումները ոչ այլ ինչ է, քան Այսինքն թալանելու տարբեր ձևեր կա, հիմա այս իշխանությունը այդպես է թալանում, գնում է հեռավոր գյուղերում դպրոցներ է կառուցում, գումարներ է յուրացնում, ըստ Սերժ Սարգսյանի։ Այս արշավը դպրոցների դեմ եւ կրթության դեմ ինչ նպատակ ունի եւ ինչու են այսպես թիրախավորվում դպրոցները։ Արդյոք կարևոր չէ այդ դպրոցաշինությունը, մանկապարտեզները, որոնց մասին իրենք պարբերաբար խոսում են։ Նախ թիրախավորելու մասով
Ընդդիմության համար էլ է ակնհայտ, որ մեր հանրության աքիլեսյան գարշապարը այդ կոռուպցիայի հանդեպ վերաբերմունքն է, իրանք էլ են հասկանում, որ իրանք մերժվել են առաջին հերթին հենց այդ հողի վրա ու փորձում են ամեն գնով, որքան հնարավոր է շատ ցույց տալ, որ այ այսօրվա իշխանությունն էլ նույն ձև կոռումպացված է, ինչ իրենք հիմա այդ արշավի ընթացքում ինչին հնարավոր է կպնել եւ ցույց տալ կամ փորձել արգումենտավորել, որ այստեղ կոռուպցիա գոյություն ունի, այստեղ ինչ որ հովանավորչություն գոյություն ունի, դրանից չեն խորշելու, նույնը վերաբերելու է նույն դպրոցներին, հա, ասել այ ինչ են 20 հոգանոց աշակերտություն ունեցող գյուղի համար, այ դպրոց կառուցում, ուրեմն հաստատ մեջը մի բան կա։ Ну, փաթեթավորումը sense կարելի է դնել։ Բայց մյուս կողմից ինչի այդ գյուղում 20 աշակերտ մնաց է։ Այս հարցի այս կողմից պիտի գալ, էլի։ Ինչի 20 աշակերտ ունի այդ գյուղը, որովհետև առաջի պատճառներից մեկն էլ դպրոցն է։ Մարդիկ ասում են, մենք այդ գյուղում չենք ուզում մնանք, որովհետև անգամ դպրոց չկա այդ գյուղում։ Իսկն այդ պատճառը հետևանքային կապերն էլ է խարխլված։ Քիչ են 20 հոգի է, 10 հոգի է այդ դպրոցում, որովհետև տասնամյակներ շարունակ նորմալ դպրոց չի եղել։ Նույնը վերաբերելու է հա ուսուցիչներին։ Եթե դու ուզում ես ինչ որ նոր ավարտած շրջանավարտը հետ գնա իր գյուղ ու աշխատի դպրոցում որպես ուսուցիչ, ուսուցչուհի, այդ մարդը պետք է չգնա, հա, կոտրած պատուհաններով ու չջեռուցվող մի հատ հիմնարկում, չի ուզենա ինքը գնա տեղ աշխատի։ Աշխատավարձն էլ հələ դնենք մի կողմ։ Այդ պայմաններում մարդը չի ուզենա հետ գնա իր ծննդավայրը ու ուսուցիչ աշխատի։ Կաս ինա կմնամ Երևանում կաշխատեմ ինչ որ մի բան, հա, առաքիչ կաշխատեմ կամ ինչ որ մի ուրիշ մի բան կգտնեմ։ Դրա համար պետք է պայմաններ լինեն, որ մարդը ասի, այ ես հետ գնամ, դպրոցում աշխատեմ, չգիտեմ, ատեստավորում անցնեմ, մի քիչ ավելի բարձր աշխատավարձ ստանամ, այն երրորդն է, որ պետք է գյուղից թողի գնա ավելի մի քիչ խոշոր քաղաք կամ գա Երևան, նա էլ արդեն երկու անգամ մտածի, իսկ գուցե երեխեքից ասած դպրոցն ուղարկեմ։ Տարբերակը դա է։ Լավ, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հասկանալի է, թե ինչու են փորձում այս իշխանություններին ամեն ձև, այսպես ասած, սևացնել եւ նրանց քննադատել, ամենատարբեր որակումներ տալ, անգամ դպրոցներ կառուցելու առումով, բայց այստեղ եկեղեցու դիրքորոշումն է մի քիչ անհասկանալի։ Ինչու եկեղեցին 18 թվականից հատկապես ունի այս դիրքորոշումը եւ 21 թվականից արդեն մենք գիտենք, որ հստակ պահանջում է հրաժարական, հիմա էլ վերջին օրերին Գերագույն խորհուրդը այդ քարորյա նիստերի արդյունքում կրկին վերահաստատեց, որ այո, իրենք վերահաստատում են Էջմիածնի դիրքորոշումը եւ պիտի ազատագրեն, հանուն արդարության են պայքարում եւ անգամ խորհուրդ են տալիս այս իշխանություններին այդ հակաեկեղեցական արշավը դադարեցնել։ Այսինքն իշխանությունները հարձակվել են նաեւ եկեղեցու վրա։ Այսինքն ի՞նչն է միավորում բոլոր նախկին նախագահներին, եկեղեցուն, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ եթե առողջ ընդդիմադիր զանգվածը մի կողմ թողնենք, բոլորը մեկի դեմ, այսպես ասած։ Ի՞նչն է այստեղ միավորում, ո՞րն է իրենց մոտիվացիան, ընդհանուր շահը, մոտիվները։ Դե ակնհայտ է, որ եկեղեցու վերնախավնել եղել է այն համակարգի մասը, որը 18 թվականին մերժվեց։ Հիմա իշքանն իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասում էր, որ այ իմ անձին էր վերաբերվում այդ մերժումը եւ այլն, բայց իրականում տենց չէր։ Այդ 18 թվի տեղի ունեցածը դա համակարգի մերժումն էր, այն համակարգը, որը 20 տարվա ընթացքում կատարել էր գործողություններ, որի հետ արդեն այլևս համաձայն չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հիմա եկեղեցական վերնախավը նույնպես այդ համակարգի մասն էր ու դա եւ զգում են քաղաքացիները եւ հիմա իրանց պահվածքը նաեւ այդ մասին է նորից խոսում։ Ու այդ համակարգը բնականորեն փորձում է հետ վերադարձնել իշխանությունը իրեն ու ակնհայտ է, որ եկեղեցին է դրանից փորձում անմասն չմնա։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցի ու իշխանության այսօրվա հարաբերություններին, ըստ երևի կարելի է տարանջատել, հա, երկու բան իրարից՝ խնդիրը ու դրա լուծման մեթոդները։ Խնդիրն է, որ եկեղեցին փորձում է խառնվի քաղաքականությանը։ Այդտեղ հարց կա ու խնդիր կա, որովհետև էս էլ պիտի հասկանանք, հա, ինչ ձև է խառնվում քաղաքականություն։ Ասում են, այ հոգևորականը իրավունք ունի կարծիք հայտնի, քաղաքական դիրքորոշում ունենա։ Շատ լավ, բայց եթե եկեղեցականը ամեն կիրակի, հա, ժողովուրդ է հավաքում եկեղեցում, այդ թագը գլխին, պատմուճանը հագին, խաչը ձեռքին, ու սկսում է քաղաքական քարոզ
կարդալ, հա, մարդը գնացել է ենթադրենք ինչ որ մոմ պիտի վառի եկեղեցում ու պատարակ լսի, չգիտեմ, երեխու ոտն է, հա, վնասվե, մարդը գնում է մի հատ մոմ վառի, Աստծուց խնդրի, որ երեխու ոտը շուտ լավանա։ Ու այդ ընթացքում բարձրաստիճան հոգևորականը կամ այդ եկեղեցու սպասավորը այնտեղ կանգնած խաչը ձեռքին խոսում է, որ այ երկիրը սատանայի ձեռքում է, պիտի մենք ամեն ինչ անենք, որ սատանայից ազատվենք։ Այն Արշակ Սրբազանի այդ վիդեոներ կան, հա, նայում ես, մարդը սատանայից է խոսում։ Հիմա Իրանն ենք, ինչն ենք մենք կրոնապետն, հա, նրանք են կանգնած տենց խոսում, ասում են, այ բան մեծ շայթանը Միացյալ Նահանգները կամ չգիտեմ փոքր շայթանը Ռուսաստանը եւ մենք կրոնապետություն ենք, հա, տենց այդտեղ ենք, հա, հասել արդեն, որ պիտի եկեղեցում ինչ որ երկիրը սատանային ազատելուց խոսանք է դրա մասին։ Այ հարցը ստա է, որ ասում են քաղաքականացնել, դրա մասին է խոսքը, որ մարդիկ հավաքում են պատարակի ու սկսում քաղաքական քարոզ անել։ Թե հիմա ուրիշ միջոցառումներին, հա, կնունքներին կամ քելեխներին այդ հոգևորականները ինչ քաղաքական ելույթներ են ունենում, ես չգիտեմ։ Բայց եթե եկեղեցին մտել է այդ քաղաքականության, այդ կերպ է մտել, հա, ոչ մեկ չի ասում, որ հոգևորականը չի կարա քաղաքացիական կարծիք ունենա, հա, թող իր ծառայությունից դուրս գնա ինչ որտեղ հարցազրույցի, ինչ որ կարծիք հայտնի կամ նման մի բան։ Բայց եթե ինքը մարդկանց հավաքում ու դա վերածում է քաղաքական քարոզի, բնականաբար հակադարձում է լինելու։ Էսի խնդրի մասով։ Իսկ ինչ վերաբերում է լուծման մասին, բնականաբար այդ լուծումը շատ ավելի հասարակության համար ցավոտ է, հա, այն քայլերը, որը իշխանությունը կատարում է, շատ բայց լուծումը ավելի շատ ներսից պետք է չի լիներ, որովհետև ակնկալիքները նաև գերագույն հոգևոր խորհրդից այն առումով էին, որ սպասելիքներ կար, որ նրանք հայտարարությամբ հանդես կգան, որոշակի նաև կարգալույծություններ կարվային եկեղեցու ներսում, բայց կարգալույծ եղավ փոխարենը Տեր Տարոնը, հաջորդը ենթադրում եմ Տեր Թադեն, որտեղ վարչապետը կրկին պատարակի էր մասնակցում եւ այսպես շարունակ։ Այսինքն ներսում եղած այդ խնդիրները նույն Արշակ Սրբազանին մեջ բերեցիք, իր հետ կապված, ասում են, որ դա ներսի խնդիրներն է, իրենց խնդիրներն է եւ ներսում իրենք կլուծեն, բայց մենք նաեւ տեսնում ենք, որ ներսում կա այդ համախմբվածությունը, հարցեր կան, որոնց մասին քար լռություն է, իսկ հարցեր կան, որոնք օրինակ նույն Տեր Արամի հետ կապված, Տեր Տարոնի հետ կապված, այսպես շատ շտապողական ձևով գտնում են լուծում։ Հիմա ինչպիսին պիտի լինի լուծումը, այստեղ իշխանությունը պիտի, այսպես ասած, միջամտի անմիջապես, թե էլի եկեղեցու ներսում պիտի այդ խորհուրդը կամ եպիսկոպոսների այդպես խումբը պիտի դա որոշի, այսինքն դա ում որոշելիքն է ի վերջո։ Լուծման հարցը պիտի եկեղեցում, հա, ամեն դեպքում ես այդ կոնֆեսիալ հարցերի մեջ չեմ ուզում մտնեմ, ոչ դրա մասնագետն եմ, ոչ էլ ինքս այդ ինձ համարում եմ այդ հոտի անդամ, հա, տենց իրական անդամ, որպես ինչ որ կարծիք հայտնեմ այդ դրա մասին, ոչ էլ այդ կոմպետենցիան ունեմ, հա, այդ հարցերին պատասխանելու։ Այստեղ իշխանության քայլերի մասին է, հա, խոսքը ակնհայտ է, որ հանրության մոտ դա տենց բավականին ծանր է ընկալվում այն քայլերի հերթականությունը, որով որ գնում է գործող իշխանությունը։ Ինձ տեսանելի է այն մասը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցու ներսում անհնազանդներին, հա, անհնազանդների հովանավորչությունը ստանձնել։ Իր ամեն կիրակի պատարակ գնալը դրա նշանն է, որ այ եթե դուք անհնազանդություն ցուցաբերեք, իշխանությունը կկանգնի ձեր կողքին, կաջակցի ու դուք կարողանաք դիմագրավել եկեղեցական վերնախավի հարվածներին։ Հիմա թե դա ուր կտանի, ինչի կհանգեցնի, ես չգիտեմ ու հանրությունը ոնց կարձագանքի դրան, որովհետև էդ էլ, հա, պիտի հասկանալ, որ կառույցը, հա, մեր ինքնության մասն է ամեն դեպքում ու դրա հետ շատ նուրբ պիտի վարվել, որպեսզի այն ասածա աչքի տեղը ունկնել չհանենք, էդ էլ է շատ կարևոր։ Բայց ինձ ակնհայտ է, որ ոչ մի դավանաբանական հարց, այ ինչպես փորձում են ներկայացնել ընդդիմադիրները, որ սա հարցակում է եկեղեցու դեմ, սա հարցակում է կրոնի դեմ, ինչ որ կամ այս բանի մասին է խոսքը, չկա, ինչ որ դավանաբանական հարց չկա, հա, ինչ որտեղ ինչ որ մեկը լսել է, որ ասեն, ենթադրենք, Սուրբ Ծնունդը տեղափոխում ենք դեկտեմբերի 25 կամ երրորդությունը չենք ընդունում Աստծու կամ
չգիտեմ, այդ տիեզերական ժողովներից էս ինչը մերժում ենք, էս ինչը դավանաբանական հարց որևէ մեկը տեսել, դավանաբանական խնդիր, որ եկեղեցու հետ կամ կրոնի հետ գոյություն չունի, դա սուտ է։ Անդիմադիրների ներկայացրած սուտ է, դավանաբանական խնդիր գոյություն չունի։ Գոյություն ունի քաղաքական խնդիր, որի լուծումը երկու կողմերը երևի ինչ որ պահի, ինչ որ փոխզիջման մեթոդով գտնեն, երևի, չգիտեմ, դժվար է այդ հարցին պատասխանել։ Պարոն Հովյան, ամեն դեպքում մենք կարող ենք արձանագրել, որ եկեղեցու ներսում կան խնդիրներ, որովհետև ասում եմ, Մայրաթորի վերջին տարածած հայտարարությունն էլ ոչ այնքան հոգևորի մասին էր, կամ հոգևոր նորոգման մասին, որքան քաղաքական տեքստեր, անգամ քաղաքական դերակատարների անուններ կար, այդ թվում Արման Թաթոյանը, որոնք մասնակցել են այդ ժողովներին, հայտարարություններ են արել եւ հիմա նաեւ Մայրաթորը իր էջում տեղադրում է քաղաքական հայտարարություն։ Մենք կարող ենք ենթադրել, որ 2026 թվականին ընթառաջ եկեղեցին այո, քաղաքական հավակնություններ ունի եւ կամ գոնե հայտարարությունների մակարդակում մասնակից է լինելու քաղաքական process-ներին։ Այս պահի դրությամբ երևի թե այո կարող ենք տենց ասել, թե առաջիկա կես տարվա ընթացքում այդ եկեղեցի ու իշխանություն հարաբերությունները ինչ ձև կդառնան, եկեղեցին կորոշի, որ ինքը դուրս է գալի քաղաքականությունից, թե հակառակը ավելի մեծ դերակատարում է ստանձնում, ցույց կտա ժամանակը, բայց այս պահին առնվազն ակնհայտ է, որ եկեղեցին խառնվել է քաղաքականությունը, քաղաքական դիրքորոշում ու մասնակցում է քաղաքական գործընթացներին։ Ոչ թե քաղաքացիական կարծիք ու դիրքորոշում են հայտնում որոշ հոգևորականներ, այլ եկեղեցին որպես ինստիտուցիոնալ կառույց մասնակցում է քաղաքական գործընթացներին։ Դա տեսանելի է ու այդ տենց թաքցնել, շրջանցել ու փորձել ծածկադմփոցնել չի լինելու։ Առանձին թեմա են քաղբանտարկյալները, պարոն Հովյան, գիտեք, պարբերաբար խոսվում է այդ մասին, եկեղեցին իր բոլոր հայտարարություններում նշում է Աջապահյանի անունը, Գալստանյանի անունը, Սամվել Կարապետյանի եւ ամեն անգամ նշում են, որ աղոթում են նրանց հնարավորինս շուտ ազատ արձակվելու համար եւ այսպես շարունակ։ Շատ է խոսվում վերջին շրջանում, որ 37 թիվն է այս իշխանությունների օրոք, բռնաճնշումներ, հատկապես ընդդիմությունն է ճնշված եւ իշխանությունը փորձում է իր ճանապարհը մաքրել նախքան խորհրդարանական ընտրություններ։ Դուք այդ միտումը տեսնում եք, որովհետեւ մի կողմից տեսեք ընդդիմադիրները բողոքում են, որ բռնաճնշումներն է 37 թիվն է, մյուս կողմից գիտեք հասարակության կողմից այն պահանջը, որ ինչու են այս մարդիկ ազատության մեջ եւ ինչու ցուցմունք տալու փոխարեն օրինակ հարցազրույց են տալիս, ասուլիսներ են տալիս եւ նման հայտարարություններ են անում։ Հիմա որտեղ է ճշմարտությունը։ Ես չեմ կարծում, թե երբևէ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ավելի կոմֆորտ պայմաններ ընդդիմության համար եղել են, որտեվ այն բառապաշարը, այն հնարավորությունները, այն ռեսուրսները, որ ունի այսօրվա ընդդիմությունը, երբեք չի ունեցել։ Չենք կարող մենք պատկերացնել 10 կամ 20 տարի առաջ, որ ինչ որ մեկը կարա հանրային երկրի առաջի դեմքերին հայհոյել ու հանգիստ գնալ տուն։ Դա չէր լինում այն ժամանակ։ Էլ չեմ ասում այն մնացած կիսակրիմինալ ու կրիմինալ երևույթների մասին, որը այդ բանում գործ ուներ, հա, ընդդիմախոսներին ճնշելու, այս անելու, այն անելու, երբեք չի եղել այդքան կոմֆորտ, ասեմ, այդ խոսակցությունները 37 թվի մասին ընդհանրապես ծիծաղելի է, դրան կարելի է չանդրադառնալ էլ։ Բայց ինչ խոսք հարցեր կան նաև իշխանություններին, օրինակ այդ ձեր ասած ինչ գործ ունեն այս մարդիկ, որ եկել հասել են այս տեղը, հա։ Հիմա տեղ իհարկե կարա իշխանությունն ասի, բայց դե իրավական համակարգը կամ դատարանները առանձին են, մենք չենք կարա, բայց բոլորս հասկանում ենք, չէ՞, որ պահանջը իշխանություններից է լինելու։ Եթե դատարանները իրանց գործառույթը չեն կատարում 7 տարի, բա էդ էլա չէ՞ իշխանությունների պատասխանատվության տակ։ Այսինքն ինչ պիտի աներ մինչ այս պահը, որ չի արել։ Եթե այս մարդիկ դեռ ազատության մեջ են, դա հստակ մեղադրանք է։ Եթե մենք բոլորս խոսում ենք այն նրա մասին, որ այս մարդիկ այ կոռուպցիոներներ են, այս հանցագործություններ են արել, սա են արել, նա են արել, դրան իրավական պատասխան պետք է տրվի։ Հիմա եթե այդ իրավական պատասխան տրվողները թերանում են, դա էլ է իշխանության խնդիրներից մեկը, իր մարտահրավերներից մեկը։ Հանրությունը չի կարա գնա դատարան ընտրի կամ դատավոր ընտրի, ասի այ դուք գնացեք մեր փոխարեն այդ բանը կատարեք, հա, իրավական գործառույթները։ Ժողովուրդը մենակ կարող է իշխանություն ընտրի։ Իսկ էդ էլ է իշխանության մարտահրավերը, թե դա ոնց անի։ Անի իհարկե սահմանադրական կարգը պահպանելով,
օրենքի տառը պահպանելով, բայց հարցեր կան, որոնց լուծումը պահանջում հանրությունը։ Դրա համար է գնացել ընտրել նրանց ում ընտրել է, որպեսզի իրեն հուզող հարցերի պատասխանները տրվի։ Հիմա ասել թե այդ մենք չենք կարող ճնշում գործադրենք եւ հա հասկանալի է, պետք չի ճնշում գործադրել, բայց ուրեմն մի բան սխալ է, չէ աշխատում, որ 7 տարի հետո մարդիկ, որոնց բոլորը մեղադրում են SSS բաների համար, դեռևս հավակնում են իշխանություն լինելու։ Ուրեմն մի բան սխալ է աշխատում։ Հիմա այդ սխալ աշխատող բանի համապատասխանատուն ով է։ Ես կարծում եմ, որ դա օրվա իշխանությունն է։ Որտեղ մարդիկ ընտրել են իշխանություն, որպեսզի կարողանա ճիշտ աշխատեցնել։ Օրենքի տառին համապատասխանել եմ կրկնում, սահմանադրության տառին համապատասխանել, բայց պիտի կարողանա աշխատեցնել։ Եթե չի աշխատում, ուրեմն խնդիր տեղ կա։ Հիմա այս մարդիկ քաղաքալացյալ չեն, ինչպես իրենք են հայտարարում, օրինակ Քոչարյանը եւ կամ Սերժ Սարգսյանը, Վարդան Ղուկասյանը։ Իսկ որտեղ են, ինչով է հիմնավորվում իրենց հալածյալ լինելը։ Դատական համակարգի կողմից ասում են, որ հետապնդվում են իրավապահ համակարգի կողմից։ Նույնիսկ այդ ընդդիմադիրները չեն հերքում են, որտեղ անօրինական գործողություններ կա, հա, ինչ է դառնում, ով որ քաղաքականությամբ է զբաղվում, իրան օրենքը չի վերաբերում, օրենքից դուրս են։ Դա ինչ մտածելակերպ է առհասարակ։ Պարոն Հովյան, եւ նկատած կլինեք մանիպուլատիվ թեզեր են շրջանառվում, գիտեք, վերջին տարիներին հատկապես Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները, որոշումները, այսպես պարբերաբար փորձում են որակել Ադրբեջանի պահանջ եւ կամ Թուրքիայի պահանջ, Թուրքիային եւ Ադրբեջանին պարբերաբար թիրախավորելով եւ խաղաղության գործընթացին զուգահեռ, այսպես ընդդիմությունը թեև նշում է, որ այո, մենք կողմ ենք խաղաղությանը, բայց ամենատարբեր թեզեր է բերում, օրինակ նույն ցեղասպանությունն են պարբերաբար հիշատակում, երբ խոսք է գնում հայ-թուրքական սահմանի բացման մասին, ոչ թե բարեկամանալու մասին եւ այսպես շարունակ։ Վերջին շրջանում շատ է խոսվում այսպես թե իբրև թե Ադրբեջանը շատ ուրախ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեր, այս իշխանությունները ձեռնտու են Ադրբեջանին։ Հիմա հասկանանք այս մանիպուլատիվ թեզերը ում են պետք, որտեղից են գալիս եւ նպատակը ո՞րն է։ Դա ասել թե Ադրբեջանին շատ շահավետ կլներ սա լիներ կամ նալի ինչ մենք Ադրբեջանի ինադու ենք, հա, ապրում կամ մեր պետությունը գոյություն ունի Ադրբեջանի ինադու, իսկ եթե Ադրբեջանը մի բան ասում, մենք պիտի անպայման հակառակը անենք, թե պիտի նայենք մեր շահը որն է կամ մեր քաղաքացիները ինչ են ուզում։ Այդ ինձ այդ տրամաբանությունը անհասկանալի է, որդեգրել այն մոտեցումը, որ այ ինչ Ադրբեջանը ասում կամ անում է, պիտի անպայման դրա հակառակն անել, որովհետև հնարավոր չի լինի մի իրավիճակ, որ դա լինի օբյեկտիվ։ Եթե Ադրբեջանը ասում է, պիտի անպայման անել հակառակը։ Դա մանկամտություն է, հա, դա չպետության մասին է խոսում, որ դու քո շահերը թողած, փորձում ես ամեն ինչ դիրքավորես նենց, որ այ հարևան պետությունը եթե ասեց սենց, ու ես պիտի անեմ հակառակը։ Նա էս ասում, ես այն մեկն անեմ, ինքը այն մյուսն ասում, ես ուզում ասեմ, դա քաղաքականություն չի, հա։ Ինչ վերաբերում է հարևանների հետ հարաբերություններին, մենք պիտի հասկանանք, որ ունենք երկու հարևան, որոնք այո, ագրեսիվ են տրամադրված մեր դեմ, մենք ունեցել ենք տասնամյակներ տևող կոնֆլիկտ այդ երկուսի հետ, ու այս պահին ծեծկերածը մենք ենք, ու պիտի հասկանալ, որ տուժածը, պարտվածը, այս պահին ծեծկերածը թույլը մենք ենք, ու այս խաղաղությունը ու հարաբերությունների կարգավորումը առաջին հերթին մեզ է ձեռնտու։ Հիմա տենց շատ են, հա, սիրում մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլ օրինակ Ֆինլանդիայի օրինակը բերել, որ այ Ֆինլանդիան չնայած Եվրոպայի մաս էր եւ այլն, բայց սովետական միության հետ իր շահերից ելնելով ինչ որ բալանս էր գտել հարաբերությունների, որ կարողանում էր հարաբերվել սովետական միության հետ ոչ այնպես, ինչպես սառը պատերազմի մյուս կողմի մասնակիցները։ Հիմա բայց նույնն էլ մեր իրավիճակում է։ Մենք մեր կողքը ունենք 80 միլիոնանոց Թուրքիա, որը մեր դեմ ոչ այնա, որ բարեկամաբար է տրամադրված, հիմա պիտի չէ ինչ որ ձև գտնել այդ հարաբերությունները կարգավորելու բանալին։ Եթե մենք ընկալենք իրականությունը այնպես, որ այս երկու կողմն էլ մեզ ամեն դեպքում ոչնչացնելու են, ինչ ազդակ է, հա, դա հանրությանը, որ թողեք գնացեք ստեղից, որտեվ
Տրամաբանական չի, մարդկանց ասել, գիտեք ինչ կա, այ դուք ստեղ մենք այս 3 միլիոն էլ չկանք, բայց պիտի 90 կամ 100 միլիոն մեր դեմ տրամադրվածների դեմ այդ այս ճակատի կռիվ շարունակենք տանք։ Բոլորն տրամաբանորեն հասկանում են, որ դա հնարավոր չի։ Այդ դեպքում լուծումն ի՞նչն է։ Լուծումը մնում երկու բան է, հա, մնում կամ գնալ դառնալ մի ավելի մեծի մաս, որը քեզ կփրկի, ինչը որ ընդդիմադիրների երևի մի զգալի մասը էդ է, հա, փորձում իրականությունը դա է, որ տակից դա է փորձվում կերակրել, որ այ քանի որ հնարավոր չի այս երկու հարևանների հետ լեզու գտնել, այ պետքա գնալ դառնալ մի հատ ավելի մեծ պետության մաս, որը որ քեզ կապահովագրի ու քո անվտանգությունը կապահովի։ Այդ փրկչի գաղափարը էլի այստեղ գալիս է։ Սա կամ երկրորդ տարբերակը փորձել այդ հարևանների հետ լեզու գտնել։ Հիմա մենք 30 տարի են առաջինը փորձել ենք, ճիշտ է։ Գնացել, գտել ենք մեզ համար մեր կարծիքով ամենահարմար դաշնակիցը, այրան ասել ենք արի դու մեզ այդտեղ բազաներ կդնենք, էս կանենք, այն անենք, կդառնանք քո սատելիտը, ինչ քո բոլոր ասածները մենք կանենք, դու մեր անվտանգությունը ապահովի։ Արդյունքում ինչ ստացանք։ Ստացանք այն, ինչ որ ստացանք։ Հիմա եթե այդ մեկը փորձել ենք արդեն ու չի ստացվել։ Հիմա գուցե մյուս տարբերակն է պետք փորձել։ Եվ պարոն Հովյան, վերջում կուզենամ ամփոփ խոսենք նաև Washington Post-ի վերջին հոդվածներից մեկի մասին, որտեղ խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը հեշտ չի հանձնվելու եւ տարածաշրջանից հատկապես Հայաստանից չի հեռանալու, հասկանալով կենսական նշանակությունը Հայաստանի, այսպես Ռուսաստանի դերը այստեղ Հարավային Կովկասում պահելու առումով, եւ այսպես ասում էր, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը փորձելու է հիբրիդային պատերազմների եւ ամենատարբեր մեխանիզմներով ինչ որ ձևով ազդեցություն ունենալ այդ ընտրությունների վրա։ Նաև նախկին նախագահների նաև հայտարարությունները, որոնք հիմնականում շատ ավելի ականջահաճո են Ռուսաստանի համար։ Մենք կարող ենք սրանք նաև որակել այդ հիբրիդային պատերազմի տար եւ ինչ սպասել, ինչ ասել է Ռուսաստանը չի հանձնվելու եւ գնալու է ցանկացած քայլի, այսինքն ինչ սպասել եւ ինչ հետեւություններ պիտի անի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին, միջին վիճակագրական ընտրողը նախքան այդ process-ները սկսվելը։ Կա այդ գիտակցումը, որ ամեն դեպքում արտաքին բևեռները փորձելու են ազդեցություն ունենալ։ Մի քիչ դա էլ է անհասկանալի, թե ինչ է նշանակում այ Ռուսաստանը հեռանա կամ Ռուսաստանը խոշոր առումով այս տարածաշրջան մեծ տարածաշրջանի մի մաս է, խոշոր պետություն է, դրա համար գերտերություն են, հա, իրան ասում, ինչի համար են դա ասում, չի կարելի իրան դիտարկել որպես շարքային պետություն, հա, միջին քաշի թեկուս, ինքը իրանից մեծ ուժ է ներկայացնում ու դրա հետ պիտի հաշվի նստել։ Այ հարցը ստեղ է, թե ինչ ձև հաշվի նստել այդ քո հարևան գերտերության հետ։ Անշուշտ պետք չի մտնել առճակատման մեջ, պետք չի իր շահերին տենց խոչընդոտել անհարկի տեղը, եթե դա քեզ քո կենսական շահերի հետ հակամարտության մեջ չի մտնում, չարժի պարզապես մտնել կոնֆրոնտացիայի մեջ տենց պետության հետ, դա քեզ ոչինչ չի տալու, բայց միևնույն ժամանակ եթե քո կենսական շահերին դա վնասում է, ինչ որ ձև պիտի պայքարես այդ դրա դեմ, պիտի ինչ որ բալանսավորում գտնես, փորձես բալանսավորել ես այ պետությունների հետ հարաբերություններով, միևնույն ժամանակ չմոռանալով, որ եթե դու քո բոլոր բանալիները տալիս ես մի գերտերության, կապ չունի որ մեկն է, Միացյալ Նահանգներն, նա Չինաստանն, նա թե Ռուսաստանն, նա բոլորն էլ իրենց շահերից ելնելով փորձելու են քեզ օգտագործել միայն իրենց շահերի համար։ Հիմա դու որպես պետություն ու քաղաքացին որպես այդ պետության հիմնադիր ու սահմանադիր պիտի մոտեցումը լինի հետևյալը, այլ ինչ ձև բալանսավորենք, հա, ում ընտրենք, որը կկարողանա ավելի բալանսավորված քաղաքականություն վարի, որտեղ գնալ լրիվ այս կողմ կամ գնալ այս լրիվ այն կողմ, դա վտանգներով է հղի, կապ չունի դու որ կողմ ես գնում, որտեղ այս մի դեպքում տեսանք ինչ եղավ, այն մի դեպքում ուրիշ երկրների դեպքում ենք տեսնում ինչ է լինում, կարևորը բալանսն է, քաղաքացին պիտի այդ հատույթով նայի, թե ուժերից որ կողմն է ավելի շատ բալանս կարողանալու ապահովել։ Ուստի այդմ էլ իր
ընտրությունը կատարի։ Եվ ինչ քայլերի սպասել Ռուսաստանի կողմից, որովհետև տևական ժամանակ է խոսվում է հիբրիդային պատերազմի մասին, ամենատարբեր հիբրիդային հարձակումների մասին, պաշտոնյաների շուրթերից մենք լսում ենք տարբեր հայտարարություններ, օրինակ Լավրովն ասում էր, որ արևմուտքի դեստրուկտիվ դերը մենք մեր յուրաքանչյուր քայլով թե տնտեսական, թե այլ գործիքներով փորձելու ենք հակազդել դրան, այսինքն սրանք սպառնալիքներ են, սրանք հայտարարություններ են, սրանք հիբրիդային պատերազմի տարր են, թե չէ, եւ ինչ հասկանալ այդ հիբրիդային պատերազմ ասվածի տրամաբանության մեջ իսկապես Ռուսաստանը ներգրավվածություններ ունենալու, որպեսզի կարողանա որևէ կերպ ազդել հանրության, այսպես ասած, գիտակցության եւ անգամ քվեի վրա։ Դե կարծում եմ, որ առնվազն ազգային ժողովի ընդդիմադիր փաթեթում Ռուսաստանը փորձելու է պահպանել իր գերակայությունը, փորձելու նաև այդ փաթեթը որքան հնարավոր է ավելի մեծ դարձնել։ Այդ հիբրիդային ասածն էլ տեսնում ենք հարևան երկրների օրինակով, իհարկե փորձելու է խառնվի, բնական բան է, ոնց որ մի քիչ առաջ ասացի, գերտերությունը իրանից հենց այդ է ներկայացնում, որ նաև ազդում է իր կողքի երկրների վրա։ Մենք էլ որպես տասնամյակներ այդ մեծ գերտերության կցորդ լինելով, հա, ասենց էլ եղել է, բնականաբար ազդեցությունը մեր վրա շատ ավելի մեծ է, շատ տեղերում ինքը ներկայացուցվածություն ունի ու իհարկե փորձելու է ազդի ու իր շահերը հնարավորինս ավելի շատ սպասարկի ու երևի տրամաբանական է, որ ցանկացած գերտերությունը ձգտելու է այդպեսին լինել։ Հիմա նորից մենք պետք է նայենք այդ բալանսավորմանը, փորձենք որքան հնարավոր է դա ուրիշ ուժերի ներկայությամբ, ներկայացուցվածությամբ փորձենք բալանսավորենք ու մեր ինքնիշխանությունը դրա հաշվին պահենք, էս ամնում մեզ։ Իսկ պետք է գնալ լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների փակման ճանապարհով, ինչպես երբեմն պահանջում են առողջ ընդդիմադիր որոշ ուժեր, որ այս իշխանությունները պիտի գնա այդ ռուսամետ հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների փակման ճանապարհով նաև։ Իսկ իշխանությունը մյուս կողմից ասում է, որ դա հարվածելու է ժողովրդավարությանը։ Հիմա ինչպես պիտի անել, որ ճիշտ լինի, այսպես ասած։ Ես կարծում եմ անհարկի տեղը Ռուսաստանի թշնամանալ պետք չի։ Եթե դա այն ամենակրիտիկական կետին չի հասել, հա, ես չեմ կարծում, որ արժի արջին բզբզել, սենց ասած, դա վերաբերվի թե ռազմաբազային, թե այդ լրատվամիջոցներին, թե ուրիշ այդ իր ազդեցության կետերին, եթե դանակը ոսկորն չի հասել, չեմ կարծում արժի անհարկի տեղը թշնամանքը ավելացնել, հակառակը պիտի փորձել ավելի մեղմել Ռուսաստանի վերաբերմունքը։ Շնորհակալ եմ, պարոն Հովյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի արձակագիր Հայկ Հովյանի հետ, կհանդիպենք։